Աշխատանքային օրերին 14:15, 15:05 եւ 16:45 Աշխարհ հաղորդում։ Աշխարհ ամենաուշադիր հայացքը մեր երկրից դուրս ընթացող զարգացումներին։ Բարի օր, լրատվական ռադիոյի եթերում աշխարհն է, մեր երկրից դուրս տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին կպատմեմ ես, Լիաննա Խաչատրյանը։ Այս ժամի առավել ուշագրավ թեմաների մասին նախ համառոտ։ ԱՊՀ երկրները պայմանավորվել են ազատ առևտրի գոտու մասին։ Ադրբեջանը շարունակում է ԱՊՀ-ական բոյկոտը, այդ երկիրը հրաժարվել է ստորագրել ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։ Այս իրադարձությունների մասին առավել մանրամասն հենց հիմա, մնացեք մեզ հետ։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշել է ազատ առևտրի գոտի ստեղծել, այս մասին հաղորդում է BBC-ն։ Երկար, սուր, սակայն կառուցողական բանակցությունների արդյունքում մենք եկան գլխավոր հարցի լուծմանը, ինչի համար այսօր հավաքվել էինք։ Մենք պայմանավորվեցինք ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր ստորագրել, ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Վարչապետը նշել է, որ պայմանագիրը հաջողվել է վերջնականապես համաձայնեցնել ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպման ընթացքում, որը նախատեսված 1 ժամի փոխարեն տևել է մի քանի ժամ։ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ԱՊՀ ազատ առևտրային գոտու ձևավորման մասին պայմանագիրը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Անսպրես» գործակալությունը։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ երկրները դեռևս 1994 թվականին էին կնքել ազատ առևտրի գոտու ձևավորման մասին պայմանագիր, սակայն այն ժամանակ փաստաթուղթը չէր վավերացվել բազմաթիվ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից։ Այդ պատճառով էլ պայմանագիրը փաստացիորեն չի գործել։ Նոր փաստաթղթի վրա տարվող աշխատանքները տևել են գրեթե 10 տարի։ Պուտինի խոսքերով այս փաստաթուղթը արմատական հիմք կդնի ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական հարաբերությունների համար։ Պայմանագիրը ստորագրել են ԱՊՀ անդամ 8 երկրների կառավարությունների ղեկավարներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան։ Պայմանագիրը հրաժարվել են ստորագրել Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը։ Փաստորեն կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը շարունակում է իր ԱՊՀ-ական բոյկոտը, գրում է Առաջին լրատվականը։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին Սոչիում քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հանդիպման արդյունքներից դժգոհ Ալիևը բոյկոտեց սեպտեմբերի սկզբին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթաժողովը։ Իրանական մեհեր գործակալության հաղորդմամբ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը թվայնացված մամուլի 5-րդ խորհրդաժողովի փակման արարողության ընթացքում առանց Իրանի առաջնորդի անունը հիշատակելու հայտարարել է. «Ոմանք վախենում են օտար մշակույթների ներթափանցումից, իսկ ես ի հակառակ նրանց նման բաների չեմ հավատում եւ համոզված եմ, եթե երիտասարդներին ավելի շատ հնարավորություն տրվի, նրանք շատ մեծ գործեր կարող են իրականացնել»։ Առաջին լրատվականը հիշեցնում է, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հունիս ամսին հայտարարել էր, թե հաղորդակցական միջոցների զարգացումով մշակութային պայքարը նոր փուլ է թևակողել, իսկ վերջին ամիսներին էլ Այաթոլլահ Խամենեին նույն համոզմամբ հայտարարել էր, թե Անդալուզիայի իսլամական քաղաքակրթությունը փլուզվել է օտար մշակույթների ներթափանցման արդյունքում։ Փաստորեն Այաթոլլահի երկու հայտարարություններն էլ Ահմադինեժադը իր խոսքում հերքել էր։ Այս ժամին այսքանը, ցտեսություն։